Էս սենց էր մտածված։ Ինքնափլվող ռոբոտ, ա։ Մոտավորապես սենց էլ պատկերացնում էի ամեն ինչ, հայտարակ եղանք։ Ես էլ չեմ ուզում մասնակցել այս մրցույթին։ Մենք ամեն ինչ էլ կհասցնենք։ Ինչ պետք է հասցնենք, մի շաբաթում նորմալ բան չկարողացանք անել։ Բայց դեռ ժամանակ ունենք, չէ՞։ Արամ, այդ ժամանակը քեզնից է կախված։ Դու 2 ժամ էստեղ ես, 5 ժամ տանը։ Այս անգամ շուտ կհասնեմ ջու։ Ու ո՞նց։ Բեռնատարով։ Ինչ բեռնատար։ Արամ, խելքը թրծրել ես, բա որ բռնվենք ինչ ենք անելու։ Չեմ բռնվի։ Հոգնում եմ ամեն անգամ անտառով յուր գնալ գալուց։ Երեխեք մենք կհաղթենք, ես չեմ կարա պարտվեմ, ես Ես, մենակ քո մասին ես մտածում, ուրիշի տակ ես դնում ամբողջ թիմիդ։ Աստար չի, Արամ։ Հերիքի ամեն օր քո պատճառով ստեն ենք հորնում, մի հատ էլ ոչ մի արդյունք չենք տեսնում։ Իգդան մի հատ հանգստացի։ Ճիշտ է ասում Տիկոն։ Այս ամեն ինչը իմ պատճառով էր։ Խոսք եմ տալիս, մեր բաց թողած այս տանը կլրացնեմ։ Ես սրան կտանեմ տուն ու տանել կաշխատեմ։ Լավ, էլի, Արամ։ Ես մեր թիմի ավագն եմ ու պարտավոր եմ մեր թիմը հաղթանակի հասցնել։ Ստեղից գյուղահակին ճամփայա։ Իսկ անտառում լիքը գազաններ։ Լավ, այս անգամ գոնե շուտ կհասնեմ։ Ու ապահով։ Հա։ Լավ տղերք, ժամը 9-ն է։ Ես գնամ, որ հանկարծ շուշանամ։ Էրիկ ջան, հետ ինչ նշումներ ես անում։ Ինձ թվում է նշումը թեով վարկյանում քանի անգամ շնչեց։ Մոտս ճիշտ պատասխանին։ Քանի որ տեսախցիկը դեռ ինձ մոտ չի, ես պիտի գոնե այսպես նշեմ հետաքրքիր ձեռքբերումները։ Էլի գոհ ենք։ Տղերք, կօգնեք վերադարձնեմ տեսախցիկս։ Ախր հասկանում եք, տեսախցիկը իմ կյանքս